Հարսնաձորի լեգենդը սերիալի վերջին սերիան այսօր վերջապես կցուցադրվի և կարելի է վստահել, որ սա լինելու է այն ավարտներից մեկը, որի մասին դեռ երկար են խոսելու։ Սերիալն ամբողջ ընթացքում կառուցված էր անսպասելի շրջադարձերի, ծանր ընտանեկան բախումների, գաղտնիքների ու մարդկային ցավի վրա։ Եվ հիմա, երբ պատմությունը հասել է իր վերջին կետին, հանդիսատեսը բառացիորեն սպասում է ամեն վայրկյանին հասկանալու, թե ինչ ճակատագիր է սպասվում հերոսներին։ Ստեղծված մթնոլորտը հիմա շատ յուրահատուկ է, մի կողմից մարդիկ ցանկանում են, որ վերջապես արդարությունը հաղթի, մյուս կողմից բոլորն արդեն հասկանում են, որ այս սերիալը սովորական, երջանիկ ավարտ չի պատրաստում, և հենց դա է պատճառը, որ ավարտը խոստանում է լինել խառը էմոցիաներով, և ցավ, և թեթևացում, և կորուստ, և հույս։ Նախավերջին սերիայից հետո ամեն ինչ ամբողջովին փոխվեց, Սաքոյի մահը դարձավ պատմության ամենաուժեղ շրջադարձերից մեկը։ Այն կերպարն, ով ամբողջ սերիալի ընթացքում ապրում էր մեղքերի, սխալների ու ներքին պայքարի մեջ, վերջում զոհվեց փրկելով ուրիշներին։ Սաքոն չկարողացավ ուղղել անցյալը, բայց վերջին պահին կարողացավ ապացուցել, որ իր ներսում դեռ մարդ կա, և հենց այդ պատճառով նրա մահը հանդիսատեսի համար դարձավ շատ ավելի ծանր, քան շատերը սպասում էին։ Բայց այդ զոհաբերությունից հետո պատմությունը նոր ցավ բերեց, Նարէն կորցրեց երեխային։ Այդ պահը բառացիորեն կոտրեց հանդիսատեսին, որովհետև երեխան ամբողջ ընթացքում ներկայացվում էր որպես ապագայի, նոր կյանքի ու հույսի խորհրդանիշ։ Եվ հիմա ամենամեծ հարցերից մեկը հենց Նարեի ու Հայկի շուրջ է. արդյոք նրանք միասին կլինեն։ Այս զույգն ամբողջ սերիալի ընթացքում անցել է ամենաբարդ ճանապարհներից մեկը, նրանք սիրել են, վիճել, հեռացել, նորից վերադարձել իրար մոտ, բայց նույնիսկ ամենածանր պահերին ակնհայտ էր, որ նրանց միջև կա մի կապ, որը հնարավոր չէ ամբողջությամբ կտրել։ Նարեի երեխայի կորուստն ամենայն հավանականությամբ վերջին սերիայում շատ մեծ ազդեցություն կունենա նրանց հարաբերությունների վրա։ Նման ցավը կարող է կամ վերջնականապես կոտրել մարդկանց, կամ հակառակը ավելի ամուր կապել իրար։ Եվ թվում է, թե սերիալը նրանց տանում է հենց երկրորդ ճանապարհով։ Հայկը միշտ եղել է այն կերպարն, ով որքան էլ սխալներ անի, միևնույն է չէր կարողանում անտարբեր մնալ Նարեի հանդեպ։ Իսկ հիմա, երբ Նարեն ապրում է իր կյանքի ամենածանր կորուստներից մեկը, շատ հնարավոր է, որ հենց Հայկը լինի այն մարդը, ով կմնա նրա կողքին մինչև վերջ։ Շատ հավանական է, որ վերջին տեսարաններից մեկում մենք տեսնենք նրանց միասին, ոչ թե որպես իդեալական, երջանիկ զույգ, այլ որպես մարդիկ, ովքեր անցել են դժոխքի միջով, բայց վերջում ընտրել են միմյանց։ Եվ հենց դա կլինի նրանց պատմության իրական ավարտը։ Բայց եթե Հայկի ու Նարեի գիծը սերիալի զգացմունքային կենտրոնն է, ապա Արմոյի պատմությունը վերջին սերիայի ամենավտանգավոր հատվածն է։ Արմոն արդեն ամբողջովին կորցրել է վերահսկողությունը, նա կորցրել է մարդկանց վստահությունը, ընտանիքը, ուժը և վերջում նույնիսկ Սաքոյին։ Սաքոյի մահից հետո Արմոն այլևս վերադարձի ճանապարհ չունի, և հիմա գլխավոր հարցն այն է՝ ինչպես ավարտվելու է պատմությունը։ Շատ հնարավոր է, որ վերջին սերիայում նա փորձի ևս մեկ հարված հասցնել Ադամյանների ընտանիքին։ Վռամը դեռ նրա հիմնական թիրախն է, որովհետև Վռամը հիմա խորհրդանշում է այն ամենը, ինչ Արմոն չկարողացավ ունենալ՝ ընտանիք, սեր, ապագա։ Բայց սերիալն ամբողջ ընթացքում ցույց էր տալիս նաև Արմոյի ներքին փլուզումը։ Նա գնալով ավելի միայնակ ու վտանգավոր էր դառնում, և այդպիսի կերպարների վերջը սովորաբար լինում է ողբերգական։ Շատ հեռուստադիտողներ կարծում են, որ Արմոն կամ կմահանա, կամ կձերբակալվի հենց վերջին րոպեներին։ Բայց կա նաև մեկ այլ տարբերակ, որը շատ հավանական է թվում՝ հնարավոր է Արմոն վերջում մնա ամբողջովին միայնակ։ Երբեմն նման կերպարների համար ամենածանր պատիժը ոչ թե մահն է, այլ հասկանալը, որ իրենք իրենց ձեռքով կորցրել են ամեն ինչ։ Բայց անկախ նրանից նա կմահանա, կձերբակալվի, թե կփորձի փախչել, արդեն պարզ է, որ Արմոյի վերջը լինելու է սերիալի ամենաուժեղ ու ամենախորհրդանշական պահերից մեկը։ Լալայի գիծը ևս ամենայն հավանականությամբ կունենա շատ հուզիչ ավարտ։ Նրա պայքարը երեխայի համար կտա իր պտուղներն ու իր երեխային կմեծացնի ինքը։ Սոնայի ու Վռամի պատմությունը, մյուս կողմից, հավանաբար կդառնա սերիալի հույսի խորհրդանիշը։ Սոնայի հղիությունն ամբողջությամբ կփոխի պատմության մթնոլորտը։ Երեխան դարձավ ապագայի խորհրդանիշ, մի նոր կյանք, որը կարող է սկսվել այս ամբողջ խավարից հետո։ Շատ հնարավոր է, որ սերիալն ավարտվի հենց այդ գաղափարով՝ կորուստներից հետո
կյանքը շարունակվում է։ Ընդհանուր առմամբ Հարսնաձորի լեգենդն այսօր ավարտվում է ոչ միայն որպես հերթական սերիալ, այլ որպես պատմություն մարդկանց մասին, ովքեր պայքարում էին իրենց սիրո, ընտանիքի, մեղքերի ու փրկության համար։ Վերջին սերիան ամենայն հավանականությամբ լինելու է լի արցունքներով, մեծ բացահայտումներով և շատ ծանր, բայց գեղեցիկ տեսարաններով։ Եվ երբ վերջապես հնչեն վերջին կադրերը, շատ հեռուստադիտողներ հաստատ զգալու են այն տխուր դատարկությունը, որը միշտ մնում է երկար ժամանակ դիտված ու սիրված պատմության ավարտից հետո։